Հարգարժան պարոն Կոնջորյան, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ճիշտ ասած ելույթը կհանեի, բայց թվեր ասվեց պարոն Աբրամյանի կողմից, որ ստիպված պետք է այդ թվերը հերքվեն, որովհետև 2011 թվականի Վայոց ձորում աղքատությունը եղել է 29.9%, 2011 թվականին, միջին հանրապետականը եղել է 35%, Վայոց ձորը 5.1%-ով ավելի բարվոք վիճակում է եղել, բայց 29.9%, իսկ հիմա աղքատություն 18-ին չեմ տիրապետում, 18-ին չեմ տիրապետում, հիմա 21.7%, այսինքն տեսեք 35-ից 21.7, բնականաբար գերազանց չի, բայց ձեր ասած թիվը չի, երկրորդը դուք ասում եք, որ պարտքը Վրաստանում այս ընթացքում պետական պարտքը կրկնակի իջել է, չկա նման բան, Վրաստանում պետական պարտքը աճել է դինամիկ, աղքատության մասին չլսեցի, պետական պարտքը լսեցի, վայդ կնայինք պետական պարտքի մասին էր խոսակցում, մյուսը, դուք ասում եք պետական պարտքը այս պահին կազմում է 14.7 միլիարդ, 15 միլիարդ, բայց դուք չեք ասում մյուսը, համախառն ներքին արդյունքը դարձել է 29 միլիարդ դոլար, այն ժամանակ, որ ձեր ասած 7 միլիարդն է եղել, համախառն ներքին արդյունքը 10 միլիարդի կարգ է եղել, այսինքն չի կարող համախառն ներքին արդյունքի աճի արդյունքում վարկեր չներգրավեն, վարկերն են, որ գեներացվում են, դառնում են հարկեր, վարկերը մտնում են տնտեսություն, տնտեսությունը բերում է լրացիչ գեներացված հարկեր եւ հնան աճում է, նոր արտադրություններ, աշխատատեղեր ու կառավարությունը հիմնականում խնդիրը լուծում է որպես այսպես ձևակերպենք, ավելի շուտ կոմունիկացիաներն է կարգավորում, իսկ ես ու դու արտադրում ենք, այսինքն մարդիկ արտադրում են, երբ որ պայմաններ կա, հոսանքը կա, ջուրը կա, ճանապարհը կա, պայմանները կան, բնականաբար դրա հիման վրա տնտեսվարողները սկսում են նոր արտադրություն ձևավորել, նոր ծառայություններ մատուցել եւ մյուսը ամենակարևորը չեք ասում, այս պայն Հայաստանի բանկերում Հայաստանի քաղաքացիները ունեն 7 տրիլիոն ավանդ, 7 տրիլիոն, երբևէ նման թիվ չի եղել, խորհրդային տարիների վերջի լավագույն թիվը, որ մենք ունեցել ենք 8 միլիարդ ռուբլի է եղել, եւ դա լավագույնն էր խորհրդային միությունում, մեկ շնչին ընկնողի իմաստով, իսկ հիմա պատկերացրեք մոտ 20 միլիարդ, 7 տրիլիոնը մոտ 20 միլիարդ դոլար քաղաքացիների փողն է, դա նշանակում է մենք բարեկեցիկ հասարակություն ունենք, այսինքն եթե դուք ասում եք մեկ հոգին ունի 4700 դոլարի պարտք, ասում եք եթե բաժանում եք, պարզ չէ որ դա սիմվոլիկա է, բաժանում եք, որ ասենք 15 միլիարդը բաժանում եք 3 միլիոնի, ստանում եք մոտավորապես 5000 դոլար մեկ շնչի պարտք եւ ասում եք այ 5 հոգյանոց ընտանիք, այ 25000 պարտք եք, բայց դուք պետք է մյուսը ասեք, պետք է ասեք, որ իրանք այլևս մեկ շնչին ընկնող 10000 դոլար եկամուտ ունեն, համախառն ներքին արդյունք ունեն, դրանով մենք լավագույն թվերից այս պահին տարածաշրջանում լավագույն դիրքերում ենք, Վրաստանն ենք զիջում, բայց Ադրբեջանին գերազանցում ենք։ Եվ եթե հիմա դուք մյուս թվերն էլ մակրոտնտեսությունն ենք մենք ասում, մեծ հարաբերությունն ենք ասում, 47% է մեր պետական պարտքը, կազմում պետական պարտք համախառն ներքին արդյունք հարաբերությամբ, պատկերացրեցիք, պետական պարտքը համախառն ներքին արդյունքի 47%-ն է, իսկ մինչև 60%-ը դա ընդհանրապես որևէ խնդիր չկա, ուրիշ բան ասեն, օրինակ զարգացած մեծ հզոր երկրները, որոնց մենք գիտենք, եւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, դրանք ունեն մոտ 100%-ից ավելի, 200% պետական պարտքի նկատմամբ պատկերացնում եք, Սինգապուրը, այդ ձեր նշած Սինգապուրը ունի 120%, կառուցվածքը այն է, որ շատ ավելի ճիշտ կառուցվածք ունի, որովհետև ճիշտ եք նշում, պարոն Ֆարմանյան, այդ այս ունեցած միջոցները դրվում են վերարտադրության վրա, այսինքն դա գումարներ է աշխատում, այսինքն եթե մեր պետական պարտքը չի սպասարկում, չի գեներացում նոր գումար, Սինգապուրում գեներացնում է նոր գումար, դա լիարժեք ճիշտ է եւ դա շատ լավ ճանապարհ է, որ մենք մտածենք այդ ուղղությամբ եւ կիրառենք նաեւ մեր տնտեսության մեջ։ Այս հարցերում մենք շատ բանավեճեր ունենք եւ շատ լավ կլինի, որ անընդհատ մենք աշխատենք այդ ուղղությամբ, գտնենք լավագույն մոդելը, որը մեր տնտեսությանը առաջ կտանի։ Հա։
Հիմա Պարոն Աբրամյան, ի նկատի ունեմ պարոն Ղազինյանը ափսոս տեղում չի, բայց ստերիլ խոսակցություն մենք չենք կարող ունենալ։ Եվ ասենք ձեր, եթե դուք ինչ-որ թիվ այս պահին ոչ ճիշտ գիտեք, դա նորմալ է։ Այնպես չի որ մենք պարտավոր ենք բոլոր թվերը անգիր իմանալու, կամ մի թիվ կարող ենք եւ այդպես չասել։ Համաձայն չէ պարոն Ղազինյանի այն մտքին, որ որևէ մեկ եթե մի սխալ բան ասում, անպայման պիտի գա ներողություն խնդրի, սա բան չի, որ ներողություն խնդրել մի բանի համար, որ կարող այդ բանը այդ թիվը ճիշտ չես տիրապետել կամ արտահայտություն ճիշտ չես տարել, դա իսկապես չեմ ընդունում։ Միգուցե պարոն Ղազինյանը ընդունում է, բայց պատկերացրեք րոպեն մեկ մենք իրար պետք է ասենք, վայ, սխալացիր ներողություն խնդրի, դու սխալացիր դու ներողություն խնդրի։ Դա չպետք է լինի, կարծում եմ մեր նպատակը դա չի։ Մեր նպատակը այն կառուցողական բանավեճն է, դուք ասում եք մեր թերությունները, մենք ասում ենք հնարավոր այն խնդիրները, որտեղ միգուցե մենք ճիշտ չենք կամ ճիշտ ենք, քննարկում ենք, անցնում ենք առաջ, մտածում ենք այդ ուղղությամբ դրական լուծումներ ապահովելու մասին։ Շատ կարևոր է ընդդիմության, ուժեղ ընդդիմությունը պետության կարևորագույն բաղադրիչն է, պետության զարգացման ամենակարևոր շարժիչը ուժեղ ընդդիմության գոյությունն է, որովհետև դա ստիպում է իշխանությանը ավելի ուժեղ աշխատել, ավելի լարված աշխատել, ավելի լավ արդյունք ցույց տալ, եւ այդ մրցակցության արդյունքում է, որ մեր պետությունը եւ մեր քաղաքացին շահելու են։ Դրա արդյունքում հաջորդ ընտրության արդեն նայելու են, թե դուք ինչ առաջարկներ արեցիք, ինչ արդյունքներ արձանագրեցիք, մենք ինչ արդյունքներ արձանագրեցինք, ինչ հետևություններ արեցինք, եւ սա հենց այն է, ինչ որ մենք ուզում ենք, որ գա այդ օրը, որ ասենք, եթե մենք նայում ենք Մեծ Բրիտանիայի Միացյալ Նահանգների Սենատում, Կոնգրեսում բանավեճերը, մենք բոլորս անկախ ամեն ինչից հիանում ենք, որ այս առողջ բանավեճում այդ պետությունները ինչպես են անընդհատ զարգանում։ Մենք պետք է մոտենանք այդ բանավեճի կուլտուրան եւ այդտեղ ամենևին կարեւոր չի, որ մեկը, որ պարոն Ղազինյանն ասաց, որ միգուցե վերանայենք բարեկրթությունը, պետք չի վերանայել, անդադ պետք է ձգտել դրան։ Եթե մեկը այդ պահին բարեկիրթ արտահայտություն չի արել, հաջորդ պահին, այո, այդ դեպքում կարող է ասել կներեք, այս արտահայտությունը, այս նպատակը չուներ ու անցնի առաջ։ Սա նորմալ է եւ պետք է տանել այդ ճանապարհը, որովհետեւ չթվա թե որևէ մեկը իբրև թե ներողություն արտահայտությունս գախտի խոդ արեց, մի բան ասեց, որ մյուս կողմը չպատասխանեց, վայ տեսակ ես ասացի, ես հաղթեցի, սիրելի ժողովուրդ, գնան հարևաններով հավաքեն ծափ տան, որ տեսար, այ մեր տղեն ասեց, բան ասեց, ընդ չէ։ Մեր նպատակը դա պետքա չլինի, ֆուտբոլ խաղալը պետքա լինի գոլ խփելու համար, ոչ թե հանդիսատեսի ծափ տալու։ Մենք պետքա նպատակին հասնենք։ Եթե հենց, չգիտեմ, պարապել եք թե չէ, կարծում եմ շատ եք ֆուտբոլ խաղացել, հենց ուղեղը տանցնա թե հանդիսատեսն ինչ անում, լավ չես խաղում։ Բայց որ նպատակադրված ես գոլ խփելու, ստացվում է քո մոտ։ Հետևաբար մենք չկենտրոնանանք, որ մի բան ասենք, գնանք հանրության մոտ ասենք, այ ես սենց արտահայտություն արեցի, ոչ մեր նպատակը դա չի։ Նոր օրենքներ, նոր նախագծեր բերենք, քննարկենք, մեր ժողովրդի բարեկեցությանը ուղղված, արդյունք գրանցենք, բերենք մի նախագիծ, որի արդյունքում պետական բյուջե լրացուցիչ եկամուտներ գեներացվեն։ Այդ դրանով եկեք փորձենք իրար հետ բանակցել, նաև համագործակցել, արդյունք ունենալ եւ նվիրել մեր ժողովրդին բարեկեցիկ կյանք։ Շնորհակալություն, ինչ հանդիպում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։